Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, մեր շատ սիրելի քաղաքացիներ պետք է անդրադառնան մի շատ կարևոր հարցի, ասում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին չի թողել մենակ ժողովրդին և փակվել իր սև տանը, իրեն ստիպողաբար են բանտարկել։ Սիրելի հայրենակիցներ, պետք է ասեմ, որ դա այդպես չէ, ինքը կարող էր դուրս գար տանից և շարունակեր պայքարը ազատատենչ ժողովրդի հետ, եթե ցանկանար, եթե նա ստորագրեր մի թղթի տակ, որով հրաժարվում է իր անվտանգությունից։ Բայց նա գերադասեց մնալ տանը, անտեր թողեց իրեն այդքան շատ հավատացող, մեծ վստահությամբ լցված ժողովրդին։ Իր անվտանգությունը իր համար ավելի թանկ էր, քան մի ամբողջ ազգի, որը պայքարում էր իր ազատության և ժողովրդավար արժեքների համար։ Լևոն Տեր-Պետրոսյան, ձեր կյանքը ձեր համար թանկ էր, իսկ քաղաքացիներինը ոչ, ձեր խիղճը չի տանջում այն անմեղ 10 զոհերի համար, ովքեր զրկվեցին իրենց կյանքից հանուն այդ պայքարի։ Հիմա հարց, արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը գիտեր, թե ինչ աղետ է թափվելու պետության և ժողովրդի գլխին, թե ինչ է ծրագրում Ռոբերտ Քոչարյանը, արդյոք գիտեր, որ արյունով են լռեցնելու իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց ձայնը, դրա համար փակվեց իր սև առանձնատանը։ Իսկ այսօր արդեն ձեր ցանկությունները շատ տարօրինակ են, համագործակցել երկիրը թալանած, վաճառած մարդասպանի, մերժվածի և ուխտադրուժ մեդալապաշտ հոգևորականի հետ, ինչը ձեզ միավորեց, ինչը ձեզ համախմբեց, և վերջապես դուք պայքարել եք այդ մարդկանց դեմ, Սերժին և Քոչարյանին անվանել եք երկու գլխանի դև, և հիմա դևերի հետ դավեր եք նյութում մեր պետության դեմ։ Դուք մեղքի զգացում ունեցել եք, երբ արհամարհել եք մեր ինքնիշխանությունը, մեր իրավունքները։ Սիրելի քաղաքացիներ, պարզվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ խաղ է խաղացել և իմիտացիա է ստեղծել, թե իբրև մեր անկախության և հզոր պետություն ունենալու ջատագով է, բայց իրականությունը այլ է, բացահայտվել է, որ դևը 4 գլխանի է։ Այդ մեծ հրեշը փորձում է ոչնչացնել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը դարձնելով օտար պետության խամաճիկ։ Նրանք դեմ են մեր ժողովրդավարությունը, նսեմացնում են մեր անկախության արժեքը, իսկ մենք չենք կանգնելու։ Մեր հետ է ժողովուրդը, որի մեջ արդեն արմատացած է ազատությունը, ազատ խոսքը։ Մենք միասին կպայքարենք մեր անկախության, ինքնիշխանության համար։ Մենք թույլ չենք տալու, որ մեր երկիրը անցնի այլոց տիրապետության տակ։ Մենք թույլ չենք տալու ստի և կեղծիքների դևերին տիրապետել մեր ապագային։ Կստեղծենք անվտանգ ու բարեկեցիկ երկիր մեր երեխաների, մեր զավակների համար։ Կեցցե ինքնիշխան ժողովրդավար Հայաստանի Հանրապետություն։